քայլեր եք ձեռնարկում։ Նախ սկսեմ ամենասկզբից, ի սկզբանե անմիջապես երբ դեպքը տեղի է ունեցել, իմ հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի իմ գործընկերները անմիջապես մեկնել են տեսակցելու Արտուր Օսիպյանին։ Նշեմ, որ գաղափարն այն է, որ տեղի ունենա անձի հետ առանձնազրույց, ինչպես մնացյալ բոլոր դեպքերում, եւ անձը ներկայացնի իր իրավունքների հետ կապված հիմնական խնդիրները, որպեսզի մենք նաև հնարավորություն ունենանք անձի հետ կապված հարցերով զբաղվել, քանի որ անձնական տվյալներ ենթադրող տեղեկատվության փոխանցում է սա ենթադրում եւ մի շարք այլ հանգամանքներ։ Ուզում եմ նշել, որ ի սկզբանե անձը հրաժարվել է իմ գործընկերների հետ առանձնազրույց ունենալ եւ ներկայացնել իր իրավունքների հետ կապված խնդիրները։ Ամեն դեպքում, քանի որ այս գործընթացը սկսվել էր իմ սեփական նախաձեռնությամբ, մենք դրանից հետո հրապարակային տեղեկատվություն ենք ուսումնասիրել, ես ինքս նաև դեպքի հետ կապված համակարգային խնդիրների համատեքստում ամենասկզբում մի հայտարարություն եմ տարածել ու դրանից հետո մենք նաև մյուս գործիքների կիրառմամբ, որոնք հնարավոր են անձի համաձայնության բացակայության դեպքում, եւս փորձել ենք տարատեսակ գործիքներ կիրառել։ Մասնավորապես նաև այս շաբաթ իմ հանձնարարությամբ մենք կանխարգելման ազգային մեխանիզմի շրջանակներում, որը ենթադրում է համակարգային խնդիրների բացահայտում եւ արձանագրում, այց ենք իրականացրել նուպարաշենք հրակատարողական հիմնարկ եւ այցի նպատակը ի սկզբանե ես իմ բոլոր հնարավոր որոշումներով սահմանել եմ մի քանի կարևոր խնդիրների արձանագրում եւ մշտադիտարկում, այդ թվում կարանտինային բաժանմունքի եւ հացադուլ իրականացնող անձանց հետ կապված խնդիրների հասցեավորումը։ Այս համատեքստում պետք է նշեմ, որ հացադուլ հայտարարած անձանց ենք նաև այցելել, նրանց վիճակին ենք ծանոթացել, նրանց հետ կապված խնդիրներ ենք փորձել հասցեավորել, մի շարք խնդիրներ են բարձրացրել հացադուլ հայտարարած անձինք, նշեմ, որ խոսքը բոլոր հացադուլ հայտարարած անձանց մասին է, նրանց խնդիրները այդ թվում Արտուր Օսիպյանի, ընդհանուր եմ հիմա ներկայացնում, քանի որ խոսքը կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթի շրջանակներում է, մի շարք խնդիրներ տեղում են ստացել իրենց լուծումները, նկատի ունեմ քրեակատարողական հիմնարկի հետ կապված։ Հիմա ես իր վիճակի վերաբերյալ տեղեկատվություն բնականաբար ինձ թույլ չեմ տա ներկայացնել, որովհետև դա նաև բժշկական գաղտնիք կամ միգուցե անձնական տվյալ ներկայացնող տեղեկատվություն է իրենից ենթադրում, բայց մենք նաև պաշտոնապես կստանանք, քանի որ անձը նաև հետագայում հենց դիմել է մեզ, այսինքն դիմում է հասցեագրել, մենք նաև անձնական տվյալ ենթադրող տեղեկություններ կստանանք, նաև չեմ ուզում հրապարակային որևէ տեղեկատվություն հիմա փոխանցել, որովհետև պարզ ասեմ, ես վստահ չեմ, որ այն տեղեկատվությունը, որ ես կփոխանցեմ, համապատասխան կլինի պաշտպանական ստրատեգիային, եւ դրա պատճառով այս պահին թույլ տվեք ձեռնպահ մնալ անձի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելուց, բայց կխնդրեմ մի բան էլի նկատի ունենաք, հացադուլ հայտարարած անձանց պարագայում, որովհետև մեկը չի հացադուլ հայտարարած անձը, բազմաթիվ են, այսօր էլ Հայաստանում քրեակատարողական հիմնարկներում հացադուլ հայտարարած անձինք, այս առումով մեր կարգավորումները միջազգային ստանդարտների համապատասխան փոխվել են այն տրամաբանությամբ, որ հացադուլը անձի իրավունքն է դիտարկվում, այսինքն այս առումով միջամտություն անձի կամքի արտահայտությանը հնարավոր չէ եւ հնարավոր է միայն բացառիկ իրավիճակներում, եթե որոշակի ստանդարտների համապատասխանի, այստեղ կարևոր է պետության պարտավորությունն է, որպեսզի բժշկական հսկողությունը պետությունը նաեւ պատշաճ իրականացնի։ Փաշինյանի հետ միջադեպից հետո եւ հիմա պահանջ է դրել, որպեսզի Փաշինյանը ներողություն խնդրի իրենից, իրեն փախած անվանելու համար։ Ուզում եմ հարցնել, դուք ձեր մանդատի շրջանակում պատրաստվում եք նաեւ թեկուզ երկրի վարչապետի հետ այս թեմայով խոսակցություն ունենալ, այն մասով, որ Օսիպյանը ասել է, մինչեւ ներողություն չխնդրի, հացադուլից դուրս չեմ գալ, իսկ օրորի վաղ թարացող առողջությունը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Նշեմ, որ մարդու իրավունքների պաշտպանի գործառույթների մեջ չի մտնում Հայաստանում հացադուլ հայտարարած անձանց պահանջների բավարարումը կամ դրան նպաստելը, մարդու իրավունքների պաշտպանի գործառույթների մեջ է մտնում հացադուլ հայտարարած անձանց հետ կապված հացադուլի վարման պետության կողմից հացադուլի վարման ընթացքին հետևելը եւ անհրաժեշտության դեպքում նաեւ համապատասխան խախտումներ արձանագրելը։ Նշեմ, որ հացադուլ հայտարարած յուրաքանչյուր անձի համար էլ իր դեպքը իրապես առանձնանում է, որովհետեւ եթե դուք ծանոթանաք նաեւ մնացյալ դեպքերին էլ կտեսնեք, որ բոլորի համար է, դա առանձնացող, ավելին ասեմ, այն որ ես իմ աշխատակազմի ներկայացուցիչներին հանձնարարել էի անմիջապես այց կատարել ազատությունից զրկման վայր, դա այդ պահին ձերբակալված անձանց պահման
վայրներ, դրա գաղափարը հենց այն էր, որ ամեն դեպքում կան իրավիճակներ, երբ հատկապես պետական մարմինների կամ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ կապված որոշակի միջադեպերի որոշակի նախապատմություն է առկա եւ այդ պարագայում բնականաբար մեզ համար շատ կարեւոր է կանխարգելել այդ թվում վատ վերաբերմունքի դեպքերը նման հանգամանքները նկատի ունենալով։ Արթուր Օսիպյանը քաղբանտարկյալ է, որովհետև նրա կալանավորումից հետո թե իշխանության եւ թե ընդդիմության դաշտում, այսպես ասած, կոնսոլիդացիա կար, հենց վարչապետի հետ ունեցած խոսքից հետո իր կալանավորման մասին եւ նշում են, որ այո, Արթուր Օսիպյանը քաղբանտարկյալ է, մի կողմ դնելով Հայաստանի Հանրապետությունում մյուս քաղբանտարկյալների հարցը, նաեւ իշխանության ներկայացուցիչներ կամ հարող անձինք նշում են, որ Արթուր Օսիպյանի հարցը կարող է մնալ իշխանության կոկորդին եւ պետք է թույլ չտալ, որ արտարնալի հետևանքներ տեղի ունենան։ Հիմա այդ ձևակերպումների վերաբերյալ չխոսեմ, բայց խոսեմ գործի մասին եւ համանման նաեւ այլ գործերի մասին։ Ես ինքս նաեւ այս հարցի հետ կապված ես համարում եմ, որ ազատությունից զրկման հարցը այս անձի պարագայում եւս բազմաթիվ հարցեր է առաջացնում, որովհետեւ բազմիցս եմ խոսել թե խափանման միջոց կալանքի կիրառման մասին, թե նաեւ խոսքի ազատության սահմանները խախտելու պարագայում քրեական պատասխանատվության գործիքների կիրառման մասին։ Հիմա չեմ կարող կոնկրետ գործի մասին խոսել, որովհետեւ ի սկզբանե չունեինք անձի թույլտվությունը, համաձայնությունը եւ իրեն վերաբերելի փաստաթղթերին հնարավորություն չենք ունեցել ի սկզբանե ծանոթանալու, բայց հիմա արդեն հնարավորություն կունենանք նաեւ փաստաթղթերին ծանոթանալու, որպեսզի հասկանանք, թե օրինակ տարբեր մարմիններ ինչ են հիմքում դրել, մարդուն վերաբերելի տարբեր հանգամանքների հետ կապված եւ խնդրի վերաբերյալ ես ինքս նաեւ ապագայում եմ խոսելու։ Տիկի Մանասյան, դուք հետևում եք այն հրապարակային խոսքի, որ տարածվում է համացանցում Նիկոլ Փաշինյանի աջակիցների կողմից, թե ինչպես են նրանք ամենավերջին սեռական բնույթի հայհոյանքներով թիրախավորում ընդդիմադիր թեկնածուներին, թիրախավորում նաև լրագրողներին, այդ թվում ինձ, եւ դա տեղի ունենում հատկապես Նիկոլ Փաշինյանի կոչերից հետո, երբ որ պետք է քեզ օրինակ դատի տան, այս անեն, այն անեն, ես չեմ ուզում առանձնացնել կամ իմ դեպքը կամ առասարակ որևէ մեկի, բայց Գագիկ Ծառուկյանին են թիրախավորում, Ռոբերտ Քոչարյանին են թիրախավորում, լրագրողներին են թիրախավորում, ինձ իմ այլ գործընկերներին դրվում, կին գործընկերների, ու այդ ամեն ինչը արվում է հրապարակային իրավապահ մարմիններից, ձեր վստահ եմ ու նաև բոլորի աչքի առաջ եւ որևէ մեկը դրա համար պատասխանատվության չի ենթարկվում։ Այս մասով դուք ինչ կարող եք ասել։ Մենք մշտադիտարկում ենք բոլոր քաղաքական ուժերի կողմից թե օգտագործվող խոսույթի այն տեսակները, որոնք կարող են մարդու իրավունքների չափանիշներին չհամապատասխանել, հատկապես եթե խոսքը ատելության, խտրական ու տարբեր խմբերին պիտակավորող խոսքի մասին է, եւ այս առումով պետք է արձանագրեմ, որ մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ շատ համատարած է երևույթը եւ ինքը ոչ թե մի քաղաքական ուժին վերաբերելի է կամ մի դերակատարի թիրախավորմանն է ենթադրում, ինքը շատ համատարած երևույթ է եւ բազմիցս եմ խոսել այն մասին, որ իրականում սա շատ խնդրահարույց հետևանքներ է ունենում ընդհանրապես թե ամբողջ հանրային միջավայրի, թե մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգի նկատմամբ, որովհետեւ եթե դիտարկեք խոսույթի տեսակները, կան նույնիսկ քաղաքական դերակատարներ, ես ուղղակի հիմա նախընտրական քարոզարշավի ընթացքն է չեմ ուզում, ուժերին առանձին առանձնացնեմ, որտեվ հատուկ նաեւ տարբեր մարմինների քննադատում եմ այս ընթացքում ոչ զգայուն հանրային հաղորդակցության համար, բայց ըստ ուժերի էլ նույնիսկ կարելի է առանձնացնել, թե որ ուժը կամ որ ուժի ներկայացուցիչը ինչ տեսակի խտրական խոսք է ավելի շատ օգտագործում կամ պիտակավորող խոսք է օգտագործում։ Եվ սա համատարած բնույթ է կրում։ Ինչ վերաբերում է սրա հետ կապված արձագանքներին եւ հետևանքին, ապա այստեղ պետք է ասեմ, որ ես մի քանի անգամ խոսել եմ ընդհանրապես Հայաստանում արկա ընտրովիության այդ տպավորության մասին, այսինքն ընտրովի արդարադատության տպավորության մասին, որովհետեւ միշտ չէ եւ բոլոր դեպքերում չէ, որ Հայաստանում նախ համանման վարքագծի տեսակները նույն հետևանքներին են հանգեցնում։ Ես հիմա չեմ ուզում, ինձ դնել դատավորի տեղ։ Բայց դա չի վերաբերում միայն քաղաքական ուժերին։ Հիմա պարզ ասեմ ձեզ, օրինակ, մարդու իրավունքների պաշտպանի, չասեմ իմ աշխատակազմի ներկայացուցիչների հետ կապված բազմաթիվ դեպքեր են եղել, այդ թվում հրապարակային, որոնք կարող էին հիմք հանդիսանալ տարբեր իրավական գործընթացների, բայց դրանք երբևէ հիմք չեն հանդիսանում
կործանել, հանդիսացել։ Չէ, ես բնականաբար մենք հաղորդում չենք ներկայացրել, որովհետև այդ պահին նաև հաստատության առանձնահատկությունները նկատի ունենալով միգուցե համարել ենք, որ մեր կողմից հաղորդում ներկայացնելու կարիք այդ պահին չկա, բայց այնպիսի վիճակ է, որ բազմաթիվ վերլուծություններ կան նաև միջազգային, բայց հիմա անդրադառնանք հաջորդ հարցին։ Հիմա մենք չենք կարող խոսել այն մասին, օրինակ, այս արարքի համար այս անձը պետք է դատապարտվի, թե չպետք է դատապարտվի, որովհետև չեմ ուզենա մենք բոլորս մեզ դատարանի տեղ դնենք, այսպես ասած, բայց գաղափարը հետևյալն է. եթե կա մի արարք եւ համանման տեսակի, արարքներ, պարզ է, որ դրա համար պետք է միասնական տրամաբանություն կիրառվի, այսինքն կամ բոլորի նկատմամբ պետք է գործիքները կիրառվեն, կամ գործիքները չպետք է կիրառվեն եւ երկրորդը էլի կներեք, խոսքի ազատության, դե ամենասկզբում եթե ասում եմ, որ ընտրովիության խնդիր կա կամ ընկալման խնդիր կա, չի նշանակում, որ շատ վատ է բոլորի նկատմամբ, լինի Նիկոլ Փաշինյանը, դուք ընդդիմադիր ում նկատմամբ ուզում եք լինի, այսինքն ես չեմ տարբերակում, բայց դուք որևէ մեկի հարցով երբևէ օրինակ դիմել եք իրավապահ մարմիններին ունենք այդպիսի գործառույթ, կարծում եմ ունենք, որ չէ, գործառույթ նման չունենք, բնականաբար։ Բայց նախաձեռնանը ինչ-որ գործած հրապարակային հանդես գա, դուք տեսնում եք, չէ, ինչպես են, հատկապես Փաշինյանի աջակիցները իրենց շատ լկտի եւ շատ փողոցային բառապաշարով։ Նորից եմ կրկնում, էլի, հատկապեսների մասին խոսենք, որովհետեւ ընդհանուր է շատ ու շատ համատարած երևույթ է եւ այս երևույթի դեմ պայքարելու համար, բարձ ասեմ ձեզ, էլի, ես երևույթի դեմ պայքարելու համար ոչ թե պետք է երևույթը տեսնել մենակ այն պարագայում, երբ որ դա քո կամ քո հարազատների նկատմամբ է տեղի ունենում, այլ դա մշտապես է պետք տեսնել եւ ընտրովիության հետ կապված ես նույնիսկ մի քանի անգամ ընդամենը մի ամսվա ընթացքում հաղորդագրություններ եմ տարածել հրապարակային, որտեղ խոսել եմ ընտրովիության խնդրի մասին։ Խոսքը դες համար ընդունելի է, երբ որ կնոջ հետ է խոսում մատ թափտալով, սպառնալով, որ գրալով վրան, հետո մասնատասում սատկացնել։ Նույն հարցն եք Վահե ջան անընդհատ տալիս, այս հարցին մի քանի անգամ պատասխանել եմ, չի կարող ինձ համար, որպես մարդու իրավունքների պաշտպան, նույնիսկ եթե խոսքի տեսակը պատասխանատվության հանգեցնող չէ, պատժելի չի, այսինքն այդքան հանրային վտանգավորություն չունի, որպես մարդու իրավունքների պաշտպան, ես մշտապես եմ դատապարտում ցանկացած խոսքի տեսակ, որը կարող է զգայուն չլինել, բայց այստեղ մի կարևոր բանի մասին էլ էլի խոսենք։ Ինչ խոսքի տեսակ ընդհանրապես կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության։ Քրեական պատասխանատվության պետք է հանգեցնեն խոսքի բացառապես հանրորեն ամենավտանգավոր տեսակները, եւ այստեղ գիտեք ինչ ընդհանուր խնդիր է առկա։ Հիմա նայում եմ օրինակ տարբեր դերակատարներ, մի դեպքում ասում են ինչու է այս խոսքը հանգեցրել քրեական պատասխանատվության, մեկ էլ տեսնում ես մյուս դեպքում, երբ խոսքը էլի չունի, ակնհայտորեն այդ հանրային վտանգավորությունը հաղորդում են ներկայացնում քրեական պատասխանատվության գործիքներ կիրառելու մասին։ Այստեղ հիմնական ստանդարտը հետևյալը պետք է լինի. խոսքի արգելված տեսակները շատ վատ են միշտ եւ միշտ էլ պետք է հորդորել բոլորին հնարավորինս զուսպ լինել եւ զգայուն լինել խոսքի տարբեր տեսակներ օգտագործելիս, բայց քրեական պատասխանատվության կարող են հանգեցնել միայն ամենավտանգավոր տեսակները, այստեղ պետք է եւս շատ զգույշ լինել եւ երկրորդ հանգամանքը, որ պետք է նկատի ունենալ, որ ընտրովի չպետք է լինի գործիքների ցանկացած գործիքի կիրառում, լինի դա կարգապահական պատասխանատվություն, լինի քրեական պատասխանատվություն, իսկ մենք ամեն դեպքում, քանի որ նաեւ ես ինքս հրապարակային եմ միայն վերջին 1-ից 2 ամսվա ընթացքում բազմիցս խոսելու առիթ ունեցել, ընկալում ունենում ենք, այսինքն եթե ունենում ենք ընկալում, նշանակում է կամ կա այդ ընտրովի արդարադատությունը, կամ այն առնվազն հաղորդակցությունն է սխալվարվում, դրա պատճառով է մեր բոլորիս մոտ այսպիսի տպավորություն ձևավորվում։ Քարոզարշավի հատկապես այս վերջին օրերին տեսնում ենք, որ ընդդիմության աջակիցներ են ծեծի ենթարկվում, համենայն դեպս այդ մասին ահազանգեր են լինում եւ նաեւ վարույթներ կան նախաձեռնված, այդ մասով դուք ինչեր եք արել։ Մենք դեպքերը մշտադիտարկում ենք ըստ էության, եթե վարույթներ չնախաձեռնվեն, ավելի ճիշտ նախաձեռնվել են, մարմինները ասել են, մենք նաև դրան էինք հետևում, եթե հանկարծ վարույթներ չնախաձեռնվեին, բնականաբար դա կլիներ այդ թվում մեր գործառույթի շրջանակներում եւ մենք եւս բնականաբար կոչով պետք է հանդես գայինք, որպեսզի ցանկացած դեպքի հետ կապված պատշաճ քննություն իրականացվի, բայց այս պահին, քանի որ վարույթներ նախաձեռնված են, երևի թե հետագա ընթացքին պետք է սպասել։ Բայց կներեք, ես հիմա առանց գործի հանգամանքներին օրինակ ծանոթանալու, ինչպես ասեմ, որ այս մեկին պետք է կալանավորել, եթե անընդհատ նախ ասում եմ մարդկանց ազատությունից մի զրկեք, այսպես ասած հիմքերի բացակայության պայմաններում հասկանալու իրականում ինչ է տեղի ունեցել, այսինքն
ձեզ այս վարույթները կարող են դիտվել, որ աննպատակ քրեական վարույթ է արվում։ Այս պահին ես չեմ կարող նման դիրքորոշում արտահայտել, որովհետև ընդհանրապես նոր են վարույթները նախաձեռնվել։ Եթե օրինակ մի տարի հետո դուք գաք ինձ ասեք, օրինակ, հա, գործով ոչինչ չի արվել, այդ պարագայում միանշանակ ես կարող եմ ասել, եթե անեն շատ արագ կարվել։ Եթե ընդդիմադիր անել հարված դուք ինձ հարցնում եք այս հարցի հետ կապված, բայջան, հիմա հարցնում եք այս գործերի հետ կապված, ես ասում եմ, որ եթե վարույթը նոր է նախաձեռնվել, ես չեմ կարող այնպիսի եզրահանգում անել, կներեք, ես չեմ կարող այնպիսի եզրահանգում անել, որ վերջ սրանով գործի քննության հետ կապված չափանիշներ են խախտվել։ Եթե մի որոշ ժամանակ հետո, օրինակ, պարզվեց, որ այլ գործերի համեմատությամբ տարբերակում կա, գործի քննությունը առաջ չի ընթանում եւ այլն, այդ ժամանակ կարող ենք միանշանակ խոսել։ Դուք խոսեք, ես հիմա զանգել քննչական ճշտեմ կամ ասեմ, լավ, հենց հիմա։ Շատ լավ եւ ավարտում ենք, հա, ժողովուրդ ջան, մի հարցալ եւ ավարտենք։ Վերաբերյալ խոսքը եւ նաեւ սոցիալական դաշտում այդ քննարկումները դրա մասին է, որ եթե իշխանության ներկայացուցիչի նկատմամբ լիներ, միանգամից տեղի կունենար դա, բայց քանի որ տեղի ունեցած ծեծկռտուքները երկու դեպքում էլ թե Մասիսում եւ թե Արտիկում վերաբերում էին ընդդիմադիրներին, այս գործով անգամ ձերբակալվածներ չկան։ Խնդիրը իրավապահների գործողության մեջ է։ Նորից եկեք հարցերը չխառնենք, հա, իրար, կներեք, չխառնենք հարցերը, հա, իրար, որովհետև այնպիսի տպավորություն նաև մարդկանց մոտ չձևավորվի, որ հիմա մենք խրախուսում ենք մարդկանց ազատությունից զրկելը, ոչ, մենք չենք կարող խրախուսել մարդկանց ազատությունից զրկելը, որովհետև հակառակը անընդհատ քննադատում ենք, ասում ենք ազատությունից զրկեք բացառապես հիմքերի առկայության պայմաններում համաչափությունը պահպանելով եւ այլն։ Այսինքն այստեղ հիմնական հարցը միանշանակ պետք է լինի միասնական պրակտիկայի կիրառումը, այդ առումով էլ ասում եմ, ես այս գործով չեմ կարող այդպիսի եզրահանգումներ հիմա անել, ապագայում կտեսնենք, բայց միանշանակ է նաև այն, որ ընտրովիության տպավորություն ոչ թե կոնկրետ այս գործով, այլ համակարգային առումով տպավորություն ձևավորվում է, հետևաբար այս առումով պետք է պատշաճ քայլեր ձեռնարկվեն։ Իսկ օրինակ հունիսի 12-ի գործով Այ դրանով ես օրինակ ասել եմ մի քանի անգամ հրապարակային խոսել եմ եւ նաեւ մեր տարեկան հաղորդումների շրջանակներում երկու անգամ խոսել եմ խնդրի հետ կապված, որ ես այստեղ խնդիր եմ տեսնում, այսինքն այստեղ անցել է ժամանակ, մենք էլ գործի քննության հետ կապված ասում ենք, որ այո, ժամանակ անցել է, խնդիր կա։ Այսինքն էլի ձեր չեն ներկայացրել մանրամասները եւ Զարյա 3-ի կիրառման վերաբերյալ։ Չէ, մեզ մանրամասները, հիմա մեզ մանրամասները ներկայացնելու մասին չէ, որովհետեւ մեզ մանրամասները ներկայացրել են։ Մեզ մանրամասները ներկայացրել են։ Հիմա մենք քննարկում ենք գործի քննության արդյունավետության եւ որոշակի կետի հանգեցնելու հարցը, որի առումով այո, ես կարող եմ արձանագրել, որ համենայն դեպս ես որպես մարդու իրավունքների պաշտպան խնդիրներ տեսնում եմ։ Շնորհակալ։